18 տարվա իմ փորձը 2 րոպեում գնացինք։ Ուրեմն առաջինը աշխարհը այն հայլին է, որը արտացոլում է քո մտքերն ու համոզմունքները։ Ուզում ես փոխել այդ արտացոլանքը հայլու մեջ, այսինքն քո կյանքը։ Ուրեմն վերանայիր մտքերդ եւ համոզմունքներդ։ Երկրորդը հիվանդությունը դա պատիժ չէ։ Հիվանդությունը դա նշան է, որը տրվում է մարդուն, որպեսզի նա կարողանա փոխի իր բացասական ծրագրերը, այսինքն վատ մտքերը, հույզերը, հոգեվիճակը կամ մտածելակերպը, այդ ամենը շտկիր, վերանայիր եւ դու կլավանաս։ Երրորդը լավություն արա, ջուրը գցիր, տասնապատիկ քեզ կվերադառնա։ Չորրորդը երազները դրանք նշաններ են Աստծու կողմից, որոնք որ քեզ հենց այս պահին պետք են։ Ուշադիր եղիր, օգտագործիր եւ կտեսնես լավ արդյունք։ Հաջորդը դու ունես քեզ, այսինքն դու քո լավագույն եւ խորհրդատուն ես եւ ընկերն ես։ Հաջորդը եթե անգամ քեզ թվում է թե ամբողջ աշխարհը քեզ դեմ է, նորից դու ունես քեզ եւ դու ունես Աստծուն, իսկ դա բավական է, որպեսզի դու քեզ լավ զգաս։ Հաջորդը, չգիտեմ որ երրորդը, մի խեղդիր երազանքներդ քո վախերով եւ կասկածներով։ Փոխարենը ոչ մի գրամ մի կասկածիր, որ դրանք կիրականանան։ Հաջորդը իրական երջանկությունը գալիս է այն ժամանակ, երբ դու ոչ թե անդհատես եմ ուզում, այլ դու բավարարված ես քո ունեցածով։ Եվ վերջինը, ես վստահ եմ, որ դու կարող ես։